Երգչուհի Սիլվա Հակոբյանը, ով հաճախ է հետևորդների հետ կիսվում անկեղծ ու հուզիչ գրառումներով ու հրապարակումներով, հերթական անգամ Instagram-յան իր էջի սթորի բաժնում տարածել էր իր կատարումներից մեկը ու դրանքից գրել էր. «Իմ երգացանկի ամենասիրելի երգերիցս մեկը, որն ի զորու եղավ հաղթել անգամ անբուժելի հիվանդությանը, թե կոնկրետ ինչ-ի նկատի ունի, երգչուհին ճակերտները չէր բացել»։ Հիշեցնենք, որ ընդամենը շաբաթներ առաջ Սիլվա Հակոբյանը հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով, որի ընթացքում արել էր մի շարք բացահայտումներ, խոսելով ամենատարբեր թեմաների մասին։ Սիլվան չէր կարողացել զսպել նաև արցունքները։ Վայքից Երևան տեղափոխվելու եւ կարիերայի մեկնարկի մասին խոսելիս Սիլվան նշել էր. «Մենք կարողացանք մեզ գտնել նոր միջավայրում, բայց միևնույնն է, դժվարությունները շարունակվում էին, որովհետեւ անընդհատ տներ էինք փոխում, վարձով էինք ապրում։ Էլի պապաս այստեղ վարսավիր էր աշխատում, մեր եկամտի միակ աղբյուրը դա էր, բայց երաժշտության հետ կապված ամեն հնարավորություն ստեղծել էր։ Յուրաքանչյուր տան մի սենյակ տրամադրվում էր մեր պրոդուկտը ստեղծելու համար։ Ամենամեծ խնդիրը ֆինանսական դժվարությունն էր, բայց հավատ կար, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու։ Կարևորը մեր սիրտը բաց էր, մեր տան դուռը բաց էր։ Ես խիստ ընտանիքում եմ մեծացել եւ այլ կերպ մտնել շոու բիզնես անհնար էր։ Ես մինչ օրս ինձ հեռու եմ պահում շոու բիզնեսից։ Ես շոու բիզնեսի մարդ եմ, բայց նաև ընտանիքի մարդ եմ, եղել են հուսահատության պահեր։ Օրինակ, շատ մտերմացել եմ մեկի հետ, հետո հասկացել, որ դա իզուր էր։ Ես միշտ դրանից եմ դաս քաղել, որ տեսել եմ այդ մարդը իմ հանդեպ հետո ուրիշ ձև է։ Գիշերը երգը տարածվել էր ռադիոներով, բայց չգիտեին, թե ով է կատարում։ Ֆինանս չկար տեսահոլովակ նկարահանելու համար։ Երբ Արամ Ավագյանը լսել էր երգը, հավանել էր։ Հետո իր ստուդիա է գալիս Արմենչիկը, երգը լսում է, հարցնում է, թե ով է այս երեխան։ Արամն ասել է, որ ֆինանսապես չեն կարողանում տեսահոլովակ նկարահանել։ Արմենչիկն ասում է, ես կտամ գումարը, թող անպայման տեսահոլովակ ունենա։ Արմենչիկը վճարել է իմ առաջին տեսահոլովակի գումարը։ Ես այդ ժամանակ հասկացա, որ այդ պահը եկավ։ Շատ անգամներ զրուցել եմ Արմենչիկի հետ այս մասին, միշտ շնորհակալ եմ իրեն եղել ու մինչև հիմա։ Ինքը շատ բարի մարդ է ու եւս մեկ անգամ ապացուցեց իր բարությունը ու խնդրել էր, որ չասեմ, ոչ միտեղ չնշեմ իր անունը։ Դա ինքը արել էր սրտանց, բայց ոնց կարելի է մարդու բարի գործի մասին չխոսել։ Իդեպ հենց այս պահին Սիլվան չկարողացավ զսպել արցունքները եւ արտասվեց։ Զրույցի ընթացքում երգչուհին խոսել էր նաեւ անձնական կյանքի մասին ու պատմել. «Ես 6 տարեկանում հանդիպել եմ իմ ճակատագրին ու չեմ իմացել։ Ես ու Նորայրը վայքեցի ենք, նույն դասարանում ենք սովորել ու դեռ փոքրուց ինքը ինձ է սիրահարված եղել, ես իրեն։ Երբ տեղափոխվեցի Երևան, մենք մի որոշ շրջան էլի շփվում էինք իրար հետ, բայց հետո կապը կորավ։ Բայց դա մանկական հրապուրանք էր, հետո անցավ 22 տարի ու ես ցանկություն ունեցա հետ վերադառնալ իմ արմատներ ու հանդիպել վայքի իմ դասարանցիներին։ Կազմակերպելու համար գտա Նորայրի էջը, գրեցի իրեն լրիվ այլ էջից։ Միասին կազմակերպեցինք մեր դասարանի հավաքը ու այդ ժամանակ եւ իմ սիրտն էր ազատ եւ իր։ Նորայրին կրկին տեսնելով իմ ամբողջ մանկությունը վերապրեցի։ Շփումը նորից սկսվեց։ Սկզբում իր համար էլ էր դժվար, որովհետեւ չի պատկերացրել, որ իր կինը ճանաչված երգչուհի կլինի։ Ամեն ինչ այն կարգի է հասել, որ չի էլ խանդում։ Ինքը եւ ինձ է վստահում եւ իմ ընտանիքին։ Իսկ ինձանից ծախ նստած է հոպարիս ամենասիրուն կինը։ Ահա, Սուսոս, բարևիմ հետևորդներին։ Ահա, ինձանից աչ։ Ահա, հեն էլ հոպարս, հենա։ Երկու հովո իրար կողք նստել են։ Ողջույն բոլորին, մենք գնում ենք վաքսավորելու մեր փսում։ Խնդրեմ, իմ Սիմբո աղբերը, ես էլ խավոր կին եմ, ճիշտ եք գուշակել։ Իմ օրն էլ եկավ ժողովուրդ, հետո են էլ հասան։ Լավ ալինելու։ Դե ետևում էլ կիսուր մայրիկը, քերին, եղբայրը խառն ենք բոլորը, շատ հուզված գնում ենք, խավորն էլ ինչպես միշտ խոսում է։ Մեզ հաջողություն։